Կարեն երեխեքը գնացին։ Կարիք չկա ձևացնել, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ինչի հայրը իրավունք չունի երեխեքին դպրոց տանելուց ուրախանա։ Կարեն, հայրությունը չի եզրափակում երեխանային տարին մեկ անգամ դպրոց բերելով։ Խնդրում եմ, մի սկսի, հա։ Ճիշտ ես։ Անիմաստ է սկսելը։ Ժամանակն է ամեն ինչ ավարտելու։ Այսինքն Սոնա, ես ոչ հավես ունեմ, ոչ է ժամանակ։ Ինձ գործի տեղը սպասում եմ։ Կարեն, դու գործերիդ համար ժամանակ ունես, ընկերներիդ համար ժամանակ ունես, իսկ ընտանիքիդ համար ինչպես միշտ չունես։ Ինչ եղավ են Կարենին, որին այդքան սիրում էի, որը շատ ուշադիր էր իմ հանդեպ, որը միշտ կողքիս էր, որը վերջապես կֆայ մեր ու այս ծանր տոպրակները ձեռքիցս կվերցներ։ Բայց ես քեզ առաջարկեցի, որ այսօր խանութ չմտնենք։ Կարեն, դու մեր կողքի հարևան Զավենից ինչով ես տարբերվում։ Ոնց որ օտար մարդ լինես։ Դու նույնիսկ չես հիշում այսօր ինչ օր է։ Ոչ չեմ հիշում։ Այսօր Անիմաստ մի տանջվի, ախր գիտեմ, որ չես հիշում։ որ մի անգամից չասեցի չի նշանակում, որ չեմ հիշում։ Քեզ էի ստուգում։ Դե ասա այսօր ինչ օր է։ Այսօր կառաջկայի ծնունդն է։ Ապրես, չոտկի ասեցիր։ Հարգելի Զավեն, այսօր մեր ամուսնության տարեդարձն է։ Ոնց էի մոռացել գրողը տանի։ Կարեն իզուր դերասանություն մի արա, այս նկարահանման հրապարակ չի։ Լսի, ինձ համար արդեն միևնույն է, բայց երեխեքը որոշել են մեզ համար անակնկալ պատրաստել։ 7-ին տանը լինես։ Այսօրվանից դու կտեսնես որակապես նոր Կարենին, ավելի ճիշտ հին Կարենին։ Ես այսօր ինձ լիովին նվիրում եմ ընտանիքիս։ Եկավ իրական ընտանիքը։ Հեսա կգան։ Կարեն! Եկա, ինչ եք ձենդերդ գցել։ Ես դու պատրաստ չես։ Մոռացել ես այսօր ինչ օր է։ Չեմ մոռացել։ Դե արագացրու։ Ծկները բերանները բաց մեզ են սպասում։ Տղեկ ուզում եք դուք գնացեք։ Ես չեմ կարող գամ։ Վատ բան ա եղել։ Ինչ։ Պարզվեց այսօր իմ ու Սոնայի ամուսնության տարեդարձն է։ Իրիկունը պտի տանը լինի։ Ոնց։ Փաստորեն չես գալիս։ Ոնց չի գալի է։ Պատելեմ գալիս ես։ Պտի հիմա գամ։ Պարոն Լալայան, ինչին իմ գովազդային պաստառը հանում։ Մեզ մենակ թող։ Կարեն ջան, հենց այդ թեմայով էլ ուզում էի որ զրուցենք։ Ընտանեկան հյութեր ընկերության ֆինանսական վիճակը վատ է։ Այս վերջին ամիսն է, որից հետո նրանք էլ գովազդ չեն ուզում։ Բայց 3 տարի կա միջև պայմանագրի ավարտը։ Ինձ էլ պարտադրել էիք ուրիշ գովազդներում չնկարահանվեմ։ Կարեն ջան, հասկանում ես, ճգնաժամը, դոլարի կուրսը, դժվարություններ են։ Իրանք ընդհանրապես այդ գովազդը էլ չեն ուզում, հասկանում ես։ Բայց ես պետք է Կարեն ջան, հիմա խորհրդակցություն ասկսա։ Դու գնա, վաղ կգաս, հանգիստ կխոսենք, եղավ։ Բարև ձեզ։ Տերմին է, սրանից հետո երբ Կարենը գա, կասես ես տեղում չեմ, եղավ։ Կարեն, ինչ ա պատահել։ Փաստորեն հյութերի մոտ անես ճգնաժամը, որին տեղը որոշել եք թանկաբազար Գարիկ Մարտիրոսյանին վերցնեք, հա։ Ես նրա համար, որ ժողովը ոչ ոք ժամանակից շուտ չլքի։
Ինչ չի գալիս քեզ փրկի, պարոն Լալայան։ Ես պետք է դու գնամ։ Ինչ տանը սպասում են։ Սկսեք ձեր օրը բնական, համեղ եւ օգտակար հյութերով։ Ես մտածում եմ իմ ընտանիքի առողջության մասին։ Այս հիանալի հյութերը պատրաստվում են բարձրակարգ տեխնոլոգիայով, հատընտիր մրգերից Եվ հատապտուղներից։ Դրա համար մենք ընտրում ենք հենց այս հյութերը, քանի որ իմ ընտանիքը ինձ համար ամենակարևորն է։ Կարեն Բարսեղյան, ազատես։ Եղավ, ես 1 ժամից ձեզ մոտ կլինեմ։ Շնորհակալություն։ Առայժմ։ Տիգրան։ Բարի լույս։ Ձեզ համար նախաճաշ եմ պատրաստում, սիրելիս։ Որ իմանաս հետս երեք ինչ ա եղել, չես հավատա։ Այո, չեմ հավատա։ Ուրեմն բռնեցին տարան ու ամենակարևորը։ Կարեն արդեն ասեցի, որ չեմ հավատա։ Ինչ ես հետս այդ տոնով խոսում։ Բա ինչ, ուրախ ասեմ։ Ինչ լավ է սիրելիս, որ հերթական անգամ մեզ խաբեցիր ու երեխաների անակնկալը փչացրեցիր։ Ես շնչակտուր գալիս եմ տուն նախաճաշ եմ պատրաստում, որ երեխեքը դասից չուշանան, իսկ Կարեն, դու նույնիսկ չես հիշում, որ այսօր շաբաթ ա ու երեխեքը դասի չեն։ Կարճ ասած անիմաստ է քեզ հետ վիճել։ Ես արդեն որոշում եմ կայացել ու խոսել եմ ընտանեկան հարցերով զբաղվող փաստաբանի հետ։ Ինչ փաստաբան Սոնա հետ ա։ Մեր ընտանիքը քո տնօրինած ընկերությունը չի, որ միակողմանի որոշումներ կայացնես։ Այս տանը ես եմ որոշումներ կայացնում։ Ես քո աշխատողը չեմ, որ ինձ շեֆություն անես։ Կգնաս գործիդ տեղը հրամաններ կտաս։ Հետ եկար։ Շեֆը տանն է, Սոնա Դավիդովնան։ Այս տան շեֆը ես եմ ու ես եմ որոշումները կայացնում։ Դու ով ես։ Ես ձեր կնոջ գլխավորած ընկերության գլխավոր հաշվապահի գլխավոր օգնականն եմ, Սարգիսը։ Եվ նրան շատ շտապ բան ունեմ հաղորդելու։ Դու ասա ես կփոխանցեմ։ Լավ։ Մեր հաշվապահը փողերը հափշտակել է ու հիմա նա Արի բակում կխոսանք։ մեր գլխավոր հաշվապահը բոլորին խաբել է։ Նա շատ զարհուրելի արարք է գործել։ Հիմա ինչ պետք է անենք։ Խնդրում եմ օգնեք։ Նորմալ բացատրի հասկանա։ Լավ, ուրեմն լսեք թե նա ինչ է անում։ Փողերը կանխիկացրել է։ Ինքն էլ չկա։ Պետական փողերը։ Ախր Սոնա Դավիդովնան մեղ կա։ Մարդը գցել տակը։ Բռնել բանտ են տարել։ Նոր իմացա միանգամից եկա։ Հենց իմացա եկա։ Լսում եք։ Մեր շուջ քաշի, նստի հանգիստ պատմի։ Մեր գլխավոր հաշվապահ Սեդան 1 ամսով արձակուրդ է վերցրել, որպեսզի գնա ծով հանգստանալու, այնինչ պարզվում է, որ Սեդան ընդհանրապես չի գնացել հանգստանալու, այլ 2 շաբաթ առաջ Երևանում մարդ է գցել մեքենայի տակ։ Հիմա նրան ձերբակալել են ու բանտ են տարել։ Հիմա ինչ, եկել ես ասես գլխավոր հաշվապահի տեղը բացվել, որ Սոնան քեզ նշանակի։ Ինչեր եք խոսում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Մեր ընկերությունը
Իհարկե, Սոնա Դավիդովնայի գլխավորությամբ։ Բարեգործական նախագծի շրջանակներում պետությունից $1 միլիոն է ստացել, որպեսզի իրականացնի մանկական բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները։ Այսօր առավոտյան ես պետք է հերթական փոխանցումը կատարեի, ու պարզվում է, որ մեր հաշվին ընդհանրապես գումար չկա։ Հասկանում եք, գումար չկա, ընդհանրապես չկա։ Շնորհակալություն։ Ես բնականաբար զանգում եմ բանկ։ Այնտեղ ինձ ասում են, որ գումարը 2 շաբաթ առաջ մեր գլխավոր հաշվապահ Սեդանը կանխիկացրել։ Ու քանի որ բոլոր գործարքների համար պատասխանատու է ընկերության տնօրենը, եթե մենք այդ գումարը չվերադարձնենք, Սոնա Դավիդովնային կձերբակալեն։ Պատկերացնում եք բան, ախր նա այնտեղ զարհուրելի է, նա ինչ պետք է անի բանտում, Դրա համար ես պետք է ամեն ինչ պատմեմ Սոնա Դավիդովնային, որպեսզի նա շտապ որոշում կայացնի։ Բացի ինձանից, ինչ որ մեկին սրա մասին պատմել ես։ Դեռ ոչ։ Շատ լավ է, ուրեմն ես քեզ խնդրում եմ, ոչ մեկին սրա մասին չասես, անկապ Սոնային։ Ահա։ Բայց ես չեմ կարող այդ ինֆորմացիան երկար թաքցնել Սոնա Դավիդովնայից, որովհետև 15 օրից մեր ընկերություն է գալու այդ շինարարությունը վերահսկող պետական հանձնաժողովը։ Հասկացա։ Փաստորեն ես այս հարցը լուծելու համար ընդամենը 15 օր ունեմ։ Կարապայթի։ Այդ դեպքում ես գնամ։ Պապա, կարոտել եմ քեզ, ինչի երեք չեկար։ Կներես բալ ես զբաղված էի։ Դե ուրեմն այսօր գնում ենք ջրաշխարհ։ Ջրաշխարհ։ Լավ, գնում ենք։ Ես իսկական ջրաշխարհ եմ ուզում, ոչ թե չիննական։ Կարիճկա մի արա։ Պապ, ես մի բան չեմ հասկանում։ Եթե Սեդան բանտում աբա փողերը ուրա։ Հենց այդ էլ պետքա պարզենք։ Դե ուրեմն արի գնանք տեսակցության։ Սեդան տենց հեշտ մեզ ոչ մի բան չի պատմի։ Սենց հարցերը ներսից են լուծվում։ Իսկ դու կանացի բանտում մարդ ունես, որ մեզ կողնի։ Բայց չլիներ։ Կարիճկա մի արա։ Կարաշկա։ Կարինե։ Կարինե։ Բարը ձեզ Աշոտ ջաջան, նունը ծոճան տաննա։ Չէ։ Եկեք։ Աշնունեի շորը հələ կա։ Որ շորը։ Սուպեր մաման վերադառնում է։ Ես քեզ շոր չեմ տա։ Բա դլնես։ Չէ, բատի ծնված եմ։ Մնաց մի հատ չարություն անեմ, ընկնեմ բանտ։ Բարև Վասակ, ձեզ մոտ Սոնա Ավետիսյանն է եկել։ 20 վայրկյանից թող մտնի։ Բարև ձեզ, կարելի է։ Իհարկե։ Մենք առավոտյան խոսել ենք։ Դուք եք չզբաղվում ամուսնալուծության հարցերով։ Այո, մենք լուծում ենք ամուսնու հարցերը։ Համեցեք նստեք։ Ճիշտն ասած, ես դեռ վերջնական չեմ որոշել։ Իզուր։ Եվ ինձ հարկավոր է խորհրդատվություն։ Վայ, բռնվեցի։ Վեկալ, կհակնես ինձ կհիշես։ $5,000 դրամ։ Ինչի մոտ կասամ, բացեք սա կողոպոտը։
45,000 դրամ։ 45,000? Ես կողոմուտ է։ Բարի եկո, աղջիկներ։ Հիմա ինչ, քեզ տանում ենք բաժին, թե ոնց։ Իհարկե բաժին, որ ինքը պարտադրում է, որ դուք ինձ ձերբակալ եք։ Որը եսի բռնել ա տալի, թռանք։ Աչքիս ես երկրում բանտ ընկնելու համար էլ ծանոթ ու փող պետք։ Նայի ու սովորի։ Պարոն ոստիկան, տիկնիկային թատրոն ոնց գնամ։ Ասեմ, Ազիզ ջան, ուրեմն սենց ուղիղ գնում ես, հետո առաջի խաչմերուկից թեքվում ես աջ ու տենց ուղիղ հասնում ես տիկնիկային։ Բայց ծոցան գողացավ ձեր ատրճանակը։ Տիկին հանգստացեք։ Խոստանում եմ, եթե վերադարձնեք ատրճանակը, ես ձեզ չեմ ձերբակալի։ Կներեք։ Ինչի համար։ Բաբոր մաման հարցնի ու ես ինչ ասեմ։ Ասա, թատրոնով գնացել են կորինակ մասիս հյուրախաղերի։ Ուր։ Հանգիստ չի հարցնի։ Բա չասեցիր բանտից ոնց ես դուրս գալու։ Բանտից ոնց են դուրս գալու։ Ահա։ Ոնց են դուրս գալու։ Ոնց են դուրս գալու։ Շեմ սենցը լրջացանք մեկա ոչ պակասեցա համոյա խամը մի տեսակ բացեցա ասեք ջան համը ջանս մտավ ցեցա քել խժանք մարդկա դրանից լացեցա բնական առանց որևիցե ցենզա տնական պետականը չսազեցա հայկական դաժե հերս որ մարսեցա լսարան էտա սաղապացուցեցա մսաղած մեջով էլ չդզեցա լուսապած օրգանիզմս չքնեցա կթվա բզբզում եմ բայց բզեցա քեզ ես իմ կարևորը մեզ դզեցա կթվա մեծամիտ ենք բայց հուզեցա ես մեկից չէ թե որևիցեից հնդկականնագոցա սերժում Բարև Ես Լիլիթիկն եմ Շատ հաճելի է, Կարին է, բայց քրեական աշխարհում առավել հայտնի են որպես նորագյուղցի Կարա, Գիշ Կարինկա եւ Կարինե Ռաստովսկայա։ Հա։ Կարինե ծոցա, իսկ ինչ հոդվածով եք նստել։ 138-ի առաջինով։ Բռնաբարություն։ 138-ի երկրորդով։ Մասսայական բռնաբարություն։ Ոչ, ես մաթեմատիկայից թույլ եմ։ Դու ավելի լավ ինձ ասած տեղի լավերը ովքեր են։ Ասեմ, ստեղ հիմնականում 4 կլան է։ Պաստորս տեղել է կլանային հավաքակ։ Տեսնում ես են կնոջը, որ մեկի մատերն է ջարդում։ Այդ ցողիկն է, ամենավտանգավոր բանտարկյալը։ Իրա կլանն էլ ամենաուժեղն ու ազդեցիկն է։ Ստեղի հանրապետականներն են, բարձ է։ Բայնրանք ովքեր են։ Պարապած աղջիկեքի կլանն է։ Իրանց ուղեղը մուսկուլների մեջ է։ Ղեկավարը Երանուհին է։ Իրանց հետ զգի ցողիկ են գլուխ չեն դնում։ Բայց ճիտիկները ովքեր են։ Դրանց հետ գործ չունես։ Հանկարծ իրանց կողմ երկար չնայես։ Եթե Սյուզին քեզ աչքով տվեց, թողու փախի։ Արդեն տվեց։ Այդ նշանակում է, որ ինքը ամեն գնով քեզ հասնելու է։ Դու հասկացար, չէ՞ ես ինչ նկատի ունեմ։ Իսկ դու որ կլանից ես Լիլիթիկ։ Մեր ավլեմ թափեմ կլանն է։ Տարածքի մաքրությունը լրիվ ապահովում ենք։ Նայի։ Բայց Տիրվյատնիկի դեմքով տղամարդն ով է։ Այդ Մանվելն է, տնորենի աջ ձեռը։ Կալանավորներին տանջելու մեծ վարպետ է, նենց որ իրանից էլ զգուշ եղի։ Արի գնանք ներս։
Երևում է դու բոլորին ճանաչում ես։ Այս վերջինս իմ մորակույր Սեդային են այստեղ բերել։ Կարող է իմանաս որտեղ է։ Սեդա։ Հա, գիտե։ Լիլիթիկ ցերիկ ես։ Մենք դեռ կհանդիպենք։ Ուզով եմ։ Դու երևի արդեն գիտես ես ով եմ։ Իհարկե, ցողիկ, ինչպես է ձեր հայրանունը։ Ես հեր չեմ ունեցել։ Լավ, ցողիկ անտերովնա, դուք եք ճշտեղի Սմատրիա Շայայան։ Ինչ ասիր։ Ասացսենա, այս թափը չիրիկեր վերջին թիմն էլ 5 վերցներ։ Ես քեզ սակասպան եմ արած։ Ներս մտնելու ազդանշանը ձեզ չի վերաբերվում, արագացրեք։ Դու մեռաշ։ Ասում է Սոնայի ոչ մի բան չասես։ Ինքն էլ կորել է։ Բա ես հիմա ինչ անեմ։ Անչափ շնորհակալություն։ Մենուար գիշտվիչ։ Սակուլիկ։ Էս ինչա ձեր վիճակը։ Դու քո վիճակը տեսել ես։ Ինչ է։ Բարև ձեզ, ես Կարինեն եմ, բայց քրեական աշխարհում առավել հայտնի եմ որպես նորագյուղցի կարագիշ Կարինկա կամ էլ Լոքն է ելնիմ։ Ալա մերոպեմ։ Շարունակ է։ Ստացվում է Սեդան նստած է։ Սոնան հեսա կնստի։ Փողերը անհետացել են։ Իսկ Սոնայի ամուսինը ինձ ասում է ոչ մի բան մի ձեռնարկի։ Չէ, այսպես որ շարունակվեց, ես հոգ խելագարվեմ։ Ժամասին ինչ-որ մեկին պատմել ես։ Դեռ ոչ։ Դե ոչ մեկին չասես։ Հա, գիտեմ։ Սոնայի ամուսինն էլ է ինձ զգուշացրել։ Գնատում հանգիստ քանի։ Հա։ Գնա։ Հաշիվը։ Չես ամաչում ես տեն նստած։ Նաստալ չաս մենուա։ Ատբոյ։ Երկե քնիմ։ Բայց ես չեմ կարա։ Երկե թե չգլխջեմ։ Ունենքեն ուշը արդեն աչիկներն են ձեր պակվում երազի մեջ Չեն էտ կտրել թողքնել Հելկա երկես աղջի Մեր տանջիկները քիչ են հիման ես Երեխեք Եկեք շուտ նախաճաշեք, որ դասից չուշանակ Մամ, ուզում եմ այսօր էլ մեզ պապան դպրոց տանի Պապան չի կարա, ինքը գնացել է հյուրախաղերի մասիվ։ Քեզ չի ասել։ Չէ, չի ասել, բայց կարևորը իրա ոճի մեջ է։ Յախկելի ձված է, զզվում եմ։ Զբաղված է։ Չես ուտելու, չէ։ Չէ։ Կարինե ծուծյա, իմացել եմ մորաքրոջուտ ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Մորաքուրիդ լավ էլ դուխովքին ա եղել։ Հենց բերել են բանտ, մի անգամից մանվելի հետ կռվել ա, ու իրան նստացրել են մեկուսարան։ Սա ձեզ, Սյուզիի կողմից։ Էլի աչքով տվեց։
Մեկ ինչ էիր ասում։ Ծողիկ, երեկվա ասաստրես թողնինի, անծողիկ։ Ես քեզ կվերացնեմ։ Ոնց եմ սիրում սենց բաներ։ Այս ճաշը առանց միսա իրար միս եք ուզում ուտեք, հա? Ով սկսեց։ Պահում եք իրար։ Լավ, գնացինք տնօրենի մոտ։ Լսում եմ ձեզ։ Օ, ինչ հաճելի, երբ տնօրենը դասական երաժշտություն է սիրում, եւ շատ ինտելիգենտ կին է։ Մանվել, չես սովորացրել ես համբալներին, որ մինչև թույլ չտամ չհաչան։ Նոր եկա օրիորդ հրանուշ։ Ինչ են արել։ Կռվում էին ու չեն խոստովանում, թե ով է սկսել։ Դե ուրեմն երկուսն էլ կպատժվեն։ Ցողիկ, սա կլինի քո վերջին զգուշացումը։ Դու զրկվում ես երեխաներիդ հետ տեսակցություններից։ Եվս մեկ միջադեպ քո մասնակցությամբ, ու մանվելը քեզ կծանոթացնի էլեկտրաէներգիայի պատժիչ ուժի հետ։ Իսկ սրան որպես առաջին անգամ, զրկեք հեռախոսազանգերից։ Ուրիշ խնդիրներ կան։ Այո, ճիշտ ասած կապված սննդի հետ։ Ուրեմն կարակ ընդհանրապես չեն դնում։ Էլ չասեմ, որ աղը բացած է։ Չէ, ամեն ինչ շատ համով է։ Երեխեք արագացրեք ուշացան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որոշեցի անձամբ թղթերը տուն առաքել, որ գործին մի քիչ ավելի արագ ընթացք տանք։ Կներեք, բայց հիմա հարմար չի, ես երեխաներին պետք է դպրոց տանեմ։ Ես ձեզ կտանեմ։ Երեխաներ, ով է դիմաց նստում։ Չգիտեք, որ երեխաներին չի կարելի դիմաց նստել։ Շնորհակալ եմ, ես կտանեմ, մենք իսկապես շտապում ենք։ Ուղղակի ձեր ամուսնալու։ Ես ձեզ ավելի ուշ կզանգեմ, լավ։ Լավ։ Մամ, ով ես ջաջան։ Մեր գործի տեղի առաքիչներից է բալես։ Պենթիով առաքիչ։ Ված չի։ Կոդիդ գցի։ Շատ հարմար են այս պրոյեկտները, որ զուգարանը միացած է Սպանիային։ Լիլիթին կարող է օդի թարմացուցիչ ունենաս։ Հա, հեսա։ Վերցրու գոնը փչի։ Աբրիս։ Կարինետյության վատ լուր ունեմ քո համար։ Ցողիկը գժված է, որ քո պատճառով իր երեխեքի հետ տեսակցությունից զրկվել է։ Ու քեզ քսիֆա ուղարկել։ Ոնց որ սրանով քեզ ուզում ասի, որ փայտը մտցնելու է։ Հասկանալի է։ Լիլիթիկ, Սեդամորկունից մեկ կուսարանը որտեղ է։ Կողքի մասնաշենքում է։ Եթե ուզում ես իրան տենաս, պետք է։ Ինչ որ երկար չմնացիր ստեղ։ Արագացրա։ Հետո կխոսում դուր։ Դուք էլ արագացրեք, այդ ձեզ էլ է վերաբերում։ Օգնելնիմ։ Ահա, մի րոպե։ Չէ, չստացվավ։
Դու մտածես, որ գիշեր ինչ պետք է երկես։ Օրիորդ Հրանուշ, նոր եկած բանտարկյալների անձնական իրերն են բերել։ Так, տենանք այսօր ինչ ավարա սպասվում։ Սազումա։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Կանխիկացում $1 միլիոն, Սեդա Փափազյան։ Սեդանովա։ Отбой! Любовь похожая на сон! Элис Космов! Հերիքա թող քնեն։ Ձայնդ կտրեն կարամ Պուգաչովը։ Законом сна! Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչի մասին եք խոսում, ինչ գումար։ Մենք քո բումաժնիկից կանխիկացման չեկ ենք գտել։ Հա, հիշեցի։ Ես այդ գումարը կանխիկացրել եմ ու նույն օրը գցել եմ ֆիրմայի հաշվին։ Լավ, մենք երևի սխալ սկսեցինք մեր խոսակցությունը։ Մանվել մնա այստեղ եւ բացատրիր տիկնոջը, որ ինձ խաբելը շատ վտանգավոր է ու ցավոտ։ Ես այսօր շատ անզգույշ եմ։ Այսօր երկար գիշեր է սպասվում։ Ոնց եմ սիրում սենց կեղտոտ բաներ։ Կարինե, աղջի համբյարի։ Չէ, խեցում եմ, չէ, հիմա չէ, գոնե հետո։ Ինչը չէ, բաղնիկ լողնալու կեշտանք։ Բարև ձեզ, Կարինե տետя։ Լիլիթիկ ջան, մեր զրույցը կիսատ մնաց։ Ասում ես ինչպես կարող եմ տեսնել բորակրոջս։ Քանի որ մեկուսարանը գտնվում է խիստ հսկողության տակ, մի հատ ձև կա մորքուրիդ տեսնելու։ Պետք է մեր նման հերթափող գրվել ու գնալ ընդեղ մաքրություն անել։ Սյուզինիկա, փոխանք։ Դու միշտ խոսափում ես ինձանից, բայց մեր միացումը անխուսափելի է։ Ես ճիշտ ասած ընկերն եմ, անունը Աշոտ է։ Ես տիպողաբար ոչինչ չեմ ուզում, բայց համբերությունս չչարաշահես։ Պայմանավորվեցինք։ Մեջքս էլ դարսի պես բռնվել է։ Ինչ ես անում, Մանվել։ Սառավ էր, ջուր էի տալիս։ Մի բան ասեց։ Չէ, չի խոսում։ Շեֆ, բայց կարող է իրով փող չունի։ Մանվել, ես փողի հոտը 100 կիլոմետրից զգում եմ։ Աչքից դիմենք Հայաստանի էլեկտրական ցանցերի օգնությանը։ Տոկի տանք։ Մերսի օրորդ Հրանուշ։ Արագացրու, Մանվել, որովհետև դեռ հայտնի չի ելով գիտի սրա մասին։
արդեն հասկացար ես ով եմ։ Իհարկե հասկացա, դուք այստեղի թագուհին եք։ Ես որ ընկած էի նկատեցի, որ ձեր կոշիկները կեղտոտ եմ։ Մաքրեմ։ Թողեք մաքրեմ էլի, մաքրեմ։ Չէ, չեմ ուզում հեռու գնա։ Ուզում եք ձերը մաքրեմ։ Չէ, տվեք մաքրեմ։ Ես Իրանտու աղջիկ։ Ես նույնիսկ կարող եմ ձեր շորը։ Էսի կարող է կծի մծի։ Աղջիկ գնացին, էսի շառը։ Խնդրում, լվանամ, կամ խնդրում մաքրեմ, կամ խնդրում լվանամ։ Այլի։ Լավագույն պաշտպանությունը դա հարցակումն է։ Բարև ձեզ։ Հասարակությանը ոչ շպիտանի, հանցագործ աշխարհի ստորին խավի վառ ներկայացուցիչներ։ Բարև ձեզ։ Դուք երկուսդ բակը մաքրելու։ Դուք Գներեք ձեր ցուցակում եք ուսանի զուգաններ ներգրաված են, չէ։ տեղդ կանգնի։ Լվացքատուն 3 հոգի։ Իսկ գներեք կարող եք ուսանի զուգանները վերցնեմ գնամ, այն ժամանակ չկորցնենք։ Ձենդ կտրի։ Հերթը քեզ կհասնի կասեմ։ Շեֆն ասեց մարդ ուղարկի թող բեքսաունդ կամերը մաքրի։ Զուգարան էիր ուզում, հենա գնա։ Արի, գնացինք։ Ոչ ես մենք ուսանի զուգաններն եմ սիրում անարդարը։ Ես էլ քո ապարտիմենտը։ Դու էլ արագացրա։ Ստեղի հապար։ Նարյար, եկակ ստելը։ Լսի, ավակարեր։ Կարող եմ իմանալ Սեյդա Փափազյանը որտեղ է։ Ինչի ես հարցնում, որ։ Ագրավ։ Մողես։ Ավելի ճիշտ մողես։ Հերիքա պրտես, փայլում արդեն, դու սարի։ Ինձ մատնես, ես էլ քեզ կմատնեմ։ Ցողիկը հետդ ուզում է խոսա։ Ասելա, որ գաս մոտը։ Կգնաս ցողիկին կասես, որ ես իրա ծառաներից չեմ։ Թե բան ունի ասելու թող չորեք թատ գա։ Մի հատ էլ քեզ տեղ տենամ կհայտնվես Սանչաստուն։ Անջատի։ Որտեղ է փողերը։ Քանի անգամ ես ձեզ ասեմ։ Ես փող չունեմ։ Շատ եմ սիրում։ Անջատի։
Սեդա։ 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 Բարև մամա ջան։ Ինչ գրեմ երեխաքի նկարի տակ։ Գրի մաման, ուտի։ Ցողո։ Երանուհին լրիվ կանտրոլից հելել է։ Ասում է, թե բան ունի ասելու։ Դու ինքը գա։ Չորեկտատ։ Երանուն վերացնելու եմ։ Ցողո ջան, ման վելը որ մի հատ է չէ բռնես քո վրա տոկի կտա։ Ավելի լավ է մենք մի բան անենք։ Դուք էլ չեք կարա։ Կջոգեն որի մատը խառնա։ Ստե կողքից վարդապետ, որին վրա չկասկածեն։ Ցողո, այն գիժն է եկե որ ոտերը տեր պաչում։ Ցրեմ։ Հենց ինքն էլ մեզ պետք է։ Էսը թու գը։ Այնում թագուհի քուրիկն է։ Մաքրեմ կոշիկների, մաքրեմ էլի, մաքրեմ։ Պեչի։ Մաքրեմ։ Ինչ ես եկել։ Պրինցեսա ջան, մորքուրս էստեղը չեմ կարողանում գտնեմ։ Մի բան արա էլի մեռնեմ ես քո ակուլ կեքի սյուրռեալիստական լուծումներին։ Բայց սկզբից դու իմ համար մի բան պետք է անես։ Կանեմ, Ցողո ջան։ Ես քո բարձր հավանումներ քո ամեն ինչ կանեմ։ Ինիտիկ չկարողացա մորքուրից տեսնեմ։ Ուրիշ ձևեր կան։ Ոնց դու չգիտես։ Մորքուրդ արդեն բուժկետում է։ Ինչա պատահել։ Ասում են այնքան են տոկի տվել ֆազերը գցել է։ Իսկ ոնց կարամ հայտնվեմ բուժկետում։ Կարելի ծյոծա բուժկետում հայտնվելու երկու ձև կա։ Կամ ես պետքա խմես թունավորվես, կամ էլ գնաս Երանուհուն խփես։ Վայ քորա։ Վայ քորա։ Վայ քորա։ Կարինե։ Կարճկա հերիք հալացես։ Կարճկա ուզածը տարեցի, հետս բերեցի։ Տիգրան, քրոջդ գոնե 15 րոպե նայ, ես հիմա կգամ։ Ապրես։ Ամուսնալուծության փաստաթղթերում երկու կետ կա։ Քննարկենք։ Ես տենց էլ գիտեի, որ ես առաքիչը խառնակիչը։ Կարճկա դու մի բան էլ պետք է անես։ Սեդա փողերն ուրա։ Սեդա փողերն ուրա։ Ինչ ես խնդում։ Ուրա փողերը ասում ես ամեն ինչը վերջանում է։ Սեդա լրջացի, սեդա ներվերս մի դե։ Ինչ ես ալես սրան։ Ես լրջացրել ես։ Ինձ որ բերեցին ինք արդեն սենց էր։ Հատուրիկը իմն է։ Առաջինը ես եմ գտե իմն։ Ես իմ կողմից հրաշալի մի կետ եմ ավելացրել, ըստ որի ձեր ամուսինը կարող է երեխաներին տեսնել տարին ընդամենը 2 անգամ։ Լավ է, չէ՞։ Բայց երեխաները Կարենին շատ են սիրում։ Եկեք հանենք հա այդ կետը։ Մամա, զուգարան եմ ուզում։ Կարճկա 5 րոպե սպասի, հիմա կգամ։ Էլ չեմ դիմանում։ Բալես, Տիգրանին ասա կտանի։ Տիգրան տղա է, չի կարող աղջիկները զուգարան մտնի։ Կարինե։ Սոնա, սիրելիս կթողնեք։ Ազիզ ջան, արի ես քեզ տանեմ։ Դու էլ ես տղա, դեբիլ։ Կարճկա, ես ոնց ես խոսում մեծերի հետ։ Լավ, արի ես կտանեմ։ Չէ, պետք չի։ Անցավել չեմ ուզում։ Անգլիայի մայրաքաղաք է։ 6 տար։ Լոնդոն։ Ապրես։
Ինչի համար ես եկել ստեղ։ Քո նման փողի համար։ Մենու այդ փողը պետք է, որ շոլակ չնստի։ Քո պատճառով դարել եմ բոմժ, այդ փողն ինձ ավելի շատ է պետք։ Մորքուրս է։ Իմ մորքուրն էլ է։ Էս երջանիկ ընտանիքին խեք բերեր ստեղ։ Սրա մոտ ինչա։ Ստամոքսի թունավորում։ Անալգին։ Բա մորքուրի մոտ ինչա։ Հոսանքահարվել է։ Իրան էլ անալգին։ Բա սրա մոտ։ Գլխին ուժեղ հարված է ստացել, ցավում է։ Այս սրան հաստատ անալգին։ Ու դուրս գրի բոլորին, ստեղ սանատորիա չի։ Ես ճիշտ մաքուրոտ է։ Բա այս ուրա։ Ով։ Այսօր սրոկը լրացել է, գնացել է անձնական իրերը ստանա։ Ոնց։ Բայց իրա պետք է տենայի, որ հաջող անեի։ Ինքը իմ ամենամտերիմ ընկերուհին է։ Խնդրում եմ տանեք ինձ իրա մոտ, որ հաջող անեմ։ Եթե ինձ չտանեք, ես կգոռամ։ Բռնաբարում են։ Թող քո կեղտոցեր կրայլակոտ։ Լավ, հանգստացի, կտանեմ։ Բա ոսկուց մատանի սուրա։ Ինչ տալիս են վեկալ գնա, թե ուզում ես մնաս։ Ընկերուհիս, հարազատս։ Գրմանդ նավակ եմ դնում, կտանես կտաշ տղուս, գրածա որտեղ։ Վայ ոնց եմ առանց քեզ ապրելու, ես հեսա կգժվեմ։ Իմ իջալուց անուտ ինչ, հա։ Անտուանետը։ Շատ է քեզ սազում։ Արագացրու, ճաշարանի ժամն է։ Սեդա գնանք այնտեղ նստենք։ Սեդայի հետ արի լավ տեղ եմ բայ քո համար։ Էլի դու մեջ ընկար այ բողես։ Պատնոսդ քաշվե յոգրով։ Ես կտամ գլխիդ։ Սեդան ուլա։ Էնա։ Սեդա ջան, ես քեզ կկերակրեմ։ Թող ես կկերակրեմ։ Քաշի դուրդ։ Ստասի։ Դոլարի նշան է նկարել։ Ոնց որ սկսում է հիշել։ Ալո։ Բարև ձեզ Սոնա, Վասակն է։ Բարև ձեզ։ Ես ուղեցի ձեր ասած կետերը, կուզեի միասին կարդայինք։ Կներեք, բայց ինձ հիմա հարմար չի։ Կարող եք մեյլով ուղարկել։ Ճիշտ ասած, ես հիմա գրասենյակում չեմ եւ չեք հավատա, բայց ձեր տան մոտակայքում եմ։ Բայց ինձ հիմա հարմար չի։ Ձեզանից ընդամենը 5 րոպե կխլեմ։ Լավ, եկեք։ Բարի, ուրեմն կես ժամից փաստաթղթերը, ինչպես ասում են, կառակ եմ։ Եղավ։ Առայժմ։ Խառնակի ճառակիչներ։ Կարճ կա, պետքա պատշաճ կերպով դիմավորել։ Շեֆ, նախարարության կողմից կազմակերպված վաղվա համերգի համար ամեն ինչ պատրաստ է։ Ապրես։ Որիշ մեն վաղ այդ փնթի բանտարկյալները ուրախանալու են նենց եմ տխրում։ Էհա, իսկ եթե չանենք։ Չենք կարա։ Վաղը Եվրոպայից դիտորդներ են գալու, որ տենանի պր դրանց մոտ ամեն ինչ լավ է։ Հա, մեկ էլ սաղին կհրամայես, որ ժպտան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ներս անցեք, ես հիմա 7 կբերեմ։ Դու որտեղից եկար։ Վայ, ես ինչ եղավ։ Շունիկը արեց։ Բայց մենք շուն չունենք։ Նոր ստեղ էր, փախավ։ Փախավ։ Լավ, եկեք ես ձեզ կուղեկցեմ լոգարան։
Այս կողմ։ Շնորհակալություն, լվացվեմ գամ։ Այս թղթերն եմ ստորագրելու։ Ինչ ա եղել։ Ձեր լոգարանում ոճառի փոխարեն կետչուպ էր։ Կետչուպ։ Սրանք են ձեր կարևոր փաստաթղթերը։ Որտեղից։ Կներեք, ես հիմա կգամ։ Ինչ-որ բան եք կորցրել։ Շունիկը էլի եկել էր։ Հանգստացեք։ Նստեք, ես հիմա ջուր կբերեմ։ Էլի դու։ Վառնովար։ Ստապօգնություն։ Մալայզիայի մայրաքաղաքը 11 տար։ Կուալա Լումպուր։ Ապրես։ Տեսար, ես բոլոր մայրաքաղաքները գիտեմ։ Հատոյից հետո ձեն չլսեմ։ Այսօրվանից ես քո նոր հարևանուհին եմ։ Մտի։ Լավ, չխանգարեմ ձեզ։ Ախր ես մեծ կին եմ, դու ջահել աղջիկ ես։ Մեր մեջ 20 տարվա տարբերություն կա, մարդիկ ինչ կմտածեն։ Լսի Կարինկա, ես գիտեմ, որ դու ցողի կենց այդ պրոբլեմներ ունես։ Ու քեզ օգնության ձեռք եմ մեկնում։ Հարգելի Սյուզաննա, կլինի օգնության ձեռքը մի քիչ են կողմ մեկնես։ Համելի մոտ են օրերն են։ Ինչ օրեր։ Դե որ ձեր մոտ մեր մոտ լինում է։ Մի խոսքով ինձ հեչից մի ամիս չանհանգստացնես։ Մի ամիս։ Հա դե իմ մոտ էլ այդքան ա տևում։ Ատբոյ։ Վայ, ես քնած չեք։ Հա, երևի քննարկում եք, թե ինչքան գեղեցիկ դիմավորեցիք մեր հարգարժան հյուրին։ Մոռացա պահեն։ Մա մի հատ կողմ նորոշվի էլի։ Ինքը առաքիչ է, փաստաբան թե հարգարժան հյուր։ Տիգրան։ Ման, դու պապային էլ չես սիրում։ Սիրում եմ, բալես։ Բա ինչի չես ուզում, որ մեր հետ ապրի։ Կարը չկա, բալես հիմա չեմ կարող բացատրել, կմեծանաս կհասկանաս։ Oh my god, this is delicious. Կեր զղկդվի։ Մանվել քաստինգով դու ես զբաղվել։ Very nice show.
աշխարհի փողերը որտեղ է։ Շնորհակալ եմ։ Սիրելի կանայք, Ասա մեռնեմ կյանքիդ։ ձեր մեջ կա մեկը, ով սիրում է երգել։ Թող հենց հիմա բեմ բարձրանա։ Կարինեն է երգում։ Հա ճիշտ ասում, սաղ գիշեր երգումը չի տողում քնենք։ Դե ուրեմն եկեք միասին Կարինեին հրավիրենք բեմ։ Կարինե! 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 Նա սեյֆ է նկարել։ Կարինե! Կարինե! Ես դու քույտեն։ Գնա երգի։ Կարինե! 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 Մոնիկան էլ ուզում հետս երգի։ Մոնիկա! Մոնիկա! Դրել գնա։ Մոնիկա! Մոնիկա! Մեկ։ Երևանում ես բոստում էի օպերայի մոտերը, իսկ հիմա ստիպված շրջում եմ զուգարանի հոտերը։ Ջանա, կյանքը ստիճանա, մի օր վերև կհելնես, մի օր էլ կծբխվես։ Դիտորդները երբ բանտում են, մեզ բենթերը գուրգուրում են, դիտորդները հենց գնան, մեր նորից տոկի կտա։ Ջանա, կյանքը պատերջանա, ջեպքիդ կծող ու բարիկը, հուման խաղամա բարիկ։ Օր հրանուշը մեր ամենահայտնի կույսնա, տղամարդա չի չարում, մավել են վերջին հույսնա։ Ջանա, կյանքը դապաճանա, կոշարդիկն ու բարաշենը, բոլա նստեք տնաշեն։ Համերգից հետո այս երկուսին հասկացա։ Ես արվեստի դեմ սաբրետ եք դնում։ Ասում ես հրանուշը մեր կույսն է, մավելն էլ վերջի հույսն է, հա։ Դա ընդամենը երգ է։ Հեսա տոկի տակ լավ կերգես։ Ձենդ լավն է, բայց մշակած չի։ Սպասի մի տան բարձրացնեմ։ Երիկա տանջես, ուժդ մենակ կանած վրա, պատում տղա ես թքի մերեսիդ։ Հələ կրկնի, ինչ ասիր։ Ասեցի, դու տղա չես, ու փու, երեսիդ։ Քո ձեն էլ կբացենք։ Սրանից հետո կիմանաք, որ տնօրենի մասին մենակ լավ երգեր ա պետք երգել։ Հենց ուշքի գան կտանեք կամեր։ Մենուա։ Բժիշկ կանչեք։ Մենուա ինչի ձեն չես անում։ Կյանքում չէի մտածի, որ ձենդ լսելուց կուրախանամ մողես։ Բայց ես այդքան էլ ուրախ չեմ, որ քո ձենը լսում եմ ագրավ։ Մենուա, եթե անցյալում քեզ ինչ-որ կերպ վնաս եմ տվել, կներես։ Ոչինչ ես էլ եմ մեղավոր։
Չէի գնահատում ինչ ունեի։ Քաղաքի ամենահարուստ տղեկից էի դառը բոմժ։ Ես գիտեմ, որ քեզ փող շատ է պետք։ Բայց խնդրում եմ օգնի այդ փողը գտնենք, դնենք տեղը, որ Սոնան չնստի։ Բա ես Խոստանում եմ քեզ լավ գործ կգտնեմ։ Կինս ուժեղ կապեր ունի։ Իսկ հաղորդագրությունները բոլորին ուղարկեցիր։ Այո, այստեղ եք ստորագրեք։ Սարգիս։ Ոյ, բարև ձեզ։ Դավիդովնա։ Սարգիս, Սեդայի արձակուրդը երբ է ավարտվում։ 7։ Չէ, 10։ Որսու չասեմ 8։ Իսկ ավելի կոնկրետ 9 օրից։ Սարգիս ջան, կարող է քեզ էլ արձակուրդ պետք։ Սոնա Դավիդովնա, այս ծաղկե փունջը ձեզ են ուղարկել։ Ահա, ես երևի գնամ։ Լավ եմ։ Կներեք իմ այն օրվա տարօրինակ պահվածքի համար։ Համբուրում եմ վասակ։ Էսի տենց էլ խելքի չեկավ։ Ափսոս, մեր շոկով փող կորցրինք։ Չնայած, ով գիտի։ Կարող է ճիշտ էր ասեն, որ փող չունի։ Շեֆ, շարից հեռու, արի սրան ուղարկենք գժանոց։ Ես քայլող չեպեյա։ Կասենք փախնելուց բարձրացել է պատը, տոկը խփել է։ Ուղարկի։ Քանի որ երեք դուք մեզ ուրախացրիք, մենք էլ ձեր համար սյուրպրիզ ենք պատրաստել։ Էլի սկսեցիր։ Էս մեկը քեզ հաստատ դուր կգա։ Նստեք։ Սխեք հավաքվեստ է։ Էլի դուք երկուսդ։ Իրանք մեղավոր չեն, ես եմ սաղ կազմակերպել։ Դոլը մի կողմ։ Վերջի անգամ դպրոց երկրորդ դասարան բախտս եմ մտել։ Օպար։ Ստեղած կլուշնիկը դու ես։ Ում եք ուզում։ Բարսեղյան Տիգրանի մոտ տեսակցություն եմ եկել։ Հրասրանայ, այդտեղ քեզ եմ ասում։ Հələ մոտ արի, ես ձեր եմ։ Ջա։ Տիգրանը մի քանի տղաների հետ դպրոցի հետևում կռիվ է անում։ Ես կներեք էլ, ես պստ վաղուց մեր տղամարդ չի տեսել։ Ոչինչ։ Այս ժիրիմեցին ոնց եք ներս մցրել։ Ինքս տեղ է աշխատում, տեսակցությունների մասնաշենքում։ Դե աշխատավարձը չի հերիքում, մեկ-մեկ գալիս է փողով, պարում է։ Կարինե ջջա, լավ լուր ունեմ քո համար։ Վաղը չեմ ուսորը մորակրոջը տեղափոխում են հոգեբուժարան։ Դե վերջապես տեղից կպրծնի էլի։ Ջոգիրես լավ լուրը ինչ վատն էր։ Ժամանակ չկա թափով մորքուրին տենալու։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Սենց դու քեզ չտենամ այդ աղջիկա հետ քայլես։ Եղավ։ Դու ինձ մի ասա ես ինչ անեմ։ Բռնեք ձեռները։ Իրեքով մեկի թե աշտար չէ։ Լը ձեռս ցո այ մորքուր։ Գնա աման լվական տուն մաքրի։ Դու ինչ ես ջոգում ես թեմաներից։
Դու այն մանրապճեղ այսօր թեմաների մեջ էի, մամա հաչեկի դարան կպուդրի կցաներ։ Նոր եմ սրոկս մաշեցրել, բայց քեզ խադեր կեթամ մի հատ էլ նարեկի վրա կռիտի կնստիմ։ Էս կարող եմ իմ կնավենի իրականությունը վասպրինի մատ չեսենե։ Այ պարաշնյակ, մի հեշտով կանյակ կենեմ մինչև վայրապետի խազը։ Հա, ումից սկսեմ։ Լավ էլ տուխով կերևաս։ Այդքան էլ չէ։ Բու։ Ար, պերտից ընղրգե։ Նա է թե հարց մարցեղնի աբրաշատեղի։ Ғարար կմնամ։ Ես ինչ շենք է։ Չգիտեմ։ Պաստրոյ մենք գիտենք, որ փողը 13 համարի սեյֆում է, իսկ սեյֆը այս շենքում է։ Բայց չգիտենք շենքը որտեղ է ու ամենակարևորը չգիտենք սեյֆի կոդը։ Այդ կոդը իմանալու ձևը ես գիտեմ այդ կոչման մեխանիկայի ենթագիտակցական հիշողություն։ Նա իրան կանգնացնում ենք սեյֆի դիմաց ու իր ձեռքը ենթագիտակցաբար սկսում է այդ կոդը հավաքել։ Հասկացար։ Դուրս է գալիս մենք իրեքով պետք է փախնենք։ Քորես աղջի դեմ մտնայ։ Գործում ես։ Գլուխը լվան։ Դու ունե լավ չես ճանաչում նորագյուղցի կարային։ Ցողիկ, որ սես դաշ տվել եմ, ցող ունային բջիջներդ հակաշներից էդ կտապի։ Միլիտիկ չվախենաս մենք քո հետ ենք։ Վսյա, դու մերաշ։ Ցողը բանախոս գուշացում։ Ասում եմ դուր։ Վայ երեխեք։ Սխալ շարքի եք անգնել։ Չէ, ժամանակ ճիշտ էի կանգնել։ Ուղղակի սաղից շոյերը նույնն է, շփոթեցին։ Ես առաջի օրը պետք է քո հարցերը լուծացնեի։ Մոնվելը։ Յա, ես կռիվ եք անում, հա? Ոնց եմ սիրում։ Սրանց հերթով տարեք մեկ ուսարան։ Բայց ով ասեց, որ մենք կռիվ էինք անում։ Մենք թիմերի էինք բաժանում, որ բասկետբոլ խաղանք։ Չէ, աղջիկներ։ Դու դուք որորվա բասկետբոլ խաղացողներն եք։ Կներեք հարգարժան մանվել, բայց մենք նույնիսկ պատրաստ ենք ձեզ հետ գրաս խաղալ։ Չէ, աղջիկներ։ Իմ թիմը ձեր թիմի դեմ։ Խաղում ենք մինչև 10 աչով։ Ինչի վրա ենք կռաս գալիս։ Եթե մենք հաղթենք, մեզ համով ուտելիքներ ենք պատվիրում։ Զզվել ենք տեղի կոմիկերից։ Չէ, աղջիկներ։ Իսկ եթե կռվեք, իսկ եթե պարտվենք, կարող ենք բոլորիս մեկ տարով տեսակցություններին սրկել։ Չէ, աղջիկներ։ Մի խոսքով համաձայն ենք։ Եթե կրվենք, գլուխդ կջարդեմ։ 1, 2, 3 Մանթոյի հոտ եմ առնում։
Աղացի հոտով։ Մի րոպե, սենց չեղավ։ Երանուն այսօր նարած չէր գրել։ Հա, եկեք տարեք։ Կյանքում եմ նարատ գնացել, որ հիմա եք տանում։ Նոր խաղացող ընտրեք։ Սյուզին։ Աչքի սիրան էլ նարյատ ուղարկեմ։ Դե գոնե Լիլիթիկին։ Իրան էլ նարյատ։ Ում ընտրում եմ նարյատ ես ուղարկում։ Բա։ Բա հիմա ում ընտրեմ։ Իրան։ Time out։ Աղջիկներ չհասնվեք։ Մենք թույլ սերենք, բայց հավատացեք ինչ տղամարդիկ էլ թույլ կողմեր ունեն։ Եվ մենք պետք է օգտագործենք դա։ Ապրես, դու տղա ես։ Աղջիկներ, մի հատ բան եմ ուզում ասեմ։ Այս սոկի բաժակով ուզում եմ խմեմ մեր կառայի կենացը, որ հնարավորություն տվեց մանվել են ստեղը դնենք ու մեզ էլ մի քիչ մարդ զգանք։ Ապրես, գոհենք։ Իմացի, որ սրանից հետո դու մեր քուրն ես։ Ու մենք միշտ քո մեջքի հետևը կանգնած ենք։ Բայց շատ քիպ չէ։ Մի քիչ ջենտլմենություն անում։ Շնորհակալություն։ Լիլիթիկ, բա դու երբ ես ազատվում հանդիպենք։ Խոսանք մի քիչ։ 8 տարուց։ Դե ուրեմն 8 տարուց շամ 2-ին օպերայի դիմաց։ Ծիրուն կտես։ Ես էսա կգեմ։ Հանկարծ տուն չգնաս։ Լիլիթիկը դուրս եկել է։ Ափսոս աղջիկ։ Մի հատ լրջացի։ Ես հասկացել եմ ով մեզ կօգնի որ փախնենք։ Ով։ Իրանք։
Մենք ստե ուտում ենք ամեն ինչ։ Բայց եթե իրանց ճիշտը պատմենք։ Հիմա Հələ շուտ է։ Մեզ դրսից էլ է օգնություն պետք։ Կարիճկա պապան հեսա կգա։ Աշոծա, ես կարիճկային ասել եմ մենք եկել ենք պապայի մոտ թատրոն փորձի։ Պապան։ Դες կարիճկա պապան թատրոնում թագուհու դեր է խաղում։ Բարև ձեզ երեխաներ, ինչպե՞ս եք։ Օ, դու էլ ես եկել իմ լավ ընկեր։ Ուրա, բա ինչի թագուհուս գեստով չես։ Գիշերանոցա, քնած դժխույ եմ խաղում։ Պապ, մենք ես շատ ենք կարոտել։ Բա ես քեզ ոնց եմ կարոտել շունիկս։ Ես տեղ հասկացա, որ ամենակարևորը կյանքում դա ընտանիքն է։ Ես ներկայացում որ ավարտվի խոսք եմ տալիս։ Ամբողջ ասած ժամանակս ձեզ եմ նվիրելու։ Տիգրան, այս նկարը կփոխանցես հետևը գրած ում։ Կասես, Կարինեն քեզ է սպասում։ Երեխուխ ես ասում, դուր ես տանեմ։ Աշոծա, ստե մոմենտներ կա, էլի դու չգիտես։ Պապ, դե լավ, մենք գնանք, քանի մաման չի ջոկել, որ տանը չենք։ Արագացրա։ Ոյ մոխրագույն զրահնելով ասպետ, դար ինձ քո ամրոց։ Շնորհակալություն։ Ժամը 8-ին նկող, Կարինե։ Ժամը 8-ին նկող, Կարինե։ Ժամը 8-ին նկող, Կարինե։ Ժամը 8-ին նկուղ, Կարինե։ Ու խնդրում եմ չուշանաս։ Աղջիկներ, մենք ձեզ հավաքել ենք այստեղ շատ կարևոր բանի համար։ Ես, Մոնիկան և Սեդան ուզում ենք փախչել այստեղից։ Ով չի ուզում։ Դրա համար էի հավաքել, հա։ Գնացինք քանի չենք բռնվել։ Մի վարկյան, աղջիկներ, աղջիկներ։ Կարևոր բան ունեմ ասելու։ Դու տղա ես։ Դու տղա ես։ Կարինե ջաջա։ Վայ հորս Սարև։ Վայ մամա ջան։ Մենու ալերջացի։ Դու էլ ես տղա։ Դու էլ ես տղա։ Մոնիկա։ Հերիկա, հասկացանք։ Եթե դուք հենց հիմա չհիմնավորեցիք, թե ինչ եք անում ստեղ, մենք ձեզ իսկականից աղջիկ կսարքենք։ Չիկ, չիկ։ Նստեք պատմեմ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ կնոջս ֆիրմայի հաշվապահը գողացավ ֆիրմայի փողերը։ Իսկ այդ դեպքերում հստորենքի պատասխանա տալիս ոչ թե հաշվապահը, այլ տնօրենը, այսինքն կինս։ Ու դուրս է գալիս, եթե 10 օրվա մեջ մենք այդ փողերը չվերադարձնենք, կինս բան կնստի։ Արխային թող գա նստի, քրոջ պես կնայենք։ Սիրուն, հա։ Աղջիկեր, երեխեք առանց մամա կմնան։ Իսկ իրավապահ մարմիններին դիմել եք։ Երեխեքը մոր հետ պետք է լինեն։ Էդի ես լավ գիտեմ։
Մենք քեզ կօգնենք։ Один за всех и все за. Չեք տեսել հա այդ կինոն։ Yeah, I'm a gangster from East Side, Norway. As I walk through the valley of the shadow of death, I take a look at my life to realize it's not left. I'm that force on my back. Even though I'm a things that my mind is gone, but I ain't never crossed a line that keeps the sugar. You can treat it like a fuck you. Առաջի կարգի տագնա, բոլորը դիքեք ճաշարան։ I can't live a normal life. I was raised by the too much elevation, watching out the chasing dream. I'm an educated fool with money on my mind. Got my tan in my hand and a gleam in my eye. I'm a low down gangster, set to the back. And my home is in down to one of my living life to a die. What can I say? I'm 23 now, but will I live to see 20 for the way rate is going? I don't know. Tell me why are we so blind to see that the world is Ժամանակին հասանք։ Դե ինչ Լիլիթիկ։ Մերսի ամեն ինչի համար։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։ 8 տարուց օպերայի մոտ ժամը 2-ին։ Արի մեր հետ։ Չէ, ես տեղ գործ եմ ունեմ։ Էդ հետո խոսա։ Չէ։ Շեֆ, երկու հատ լուր ունեմ, մեկը լավ, մյուսը վատ։ Ասա։ Լավ են, որ ճաշարանի կռիվը հրաշքով ավարտվեց։ Վատն էլ են, որ 4 հոգի փախել են ու դրանց մեջ սեդան էլ կա։ Սեդան։ Հա։ Բա որ ասում էի սեդան փող ունի։ Общий тревог там? Ավտոն խոտ տուր։ Տենաս դրանցով ա օգնել։ Ուտե մռութը։ Մեկ շել դիմացեք իդ հոտերին հեսա հասնում եք, կուկլիկ ջան։ Արա մեր շեփը կարող է մուրացել որ էսի տախա է։ Բացեք դոյիշն արա։ Ես ինչի մի անգամից փոխվար։ Ստավում ենք։ Ես ինչ թազա կուկլի ենք ստացել։ Ինքն էլ ա տղա։ Թու արա էլի խապիկ, ղզողլարներ, սութի կուկլիներ։ Ես էլ ա տղա։ Ուй, այս ինչ բնական եք սարքի։ Չենք սարքի, աղջիկա։ Բայց յովա։ Ինքն էլ աղջիկ։ Շեֆ ջան, մենք 3 հոգու շոր ենք բերե, բայց սրանք 4 հոգի են։ Ես բերդում ակցա էր։
Փախեք իրեքո, 4-րդ ստանական վճար։ Հայանասնա թե ինչ, ես տղու շոր չեիք բերը։ Շեվ ջան դե պահիտակ չջոգինք էլի։ Դե որ չեիք ջոգե, ձեր շորերը տվեք։ Դուք արագ գնացեք, ես կշեղեմ իրանց ուշադրությունը։ Բայց դու Չէ, դու մի անհանգստացի, ես գիտեմ ինչ եմ անում։ Ես այստեղ եմ, ինձ բռնեք, դες կողմեք, չեք տեսնում, ես այստեղ եմ։ Մաշտեն ուրա։ Շեվ ջան այ մաշտեն հաստատ սրտովը տալնելու։ Զմե։ Լավն է չէ շեվ ջան։ Չէ դուք լրիվ անասնապաշտ եք։ Ես խնդրում եմ մի գնա, գնա, իմ գրկով մնա։ Ուր եք գնում։ Չգիտեմ, ստեղ պետք է գնանք։ Ես որտեղա, ես իշն ացուր մորտա։ Շեվ, զմեր ասվա ես տեղը գիտեմ։ Ասպասել ուղիղ գնում ես ու աչ։ Չէ շեվ ջան, ձախ։ Ապրես։ Մենք եսա կգանք։ Արեցիս պարեկներ եք կաշը, գնացեք շոր արեք արա, կաղաքով մեկ խայթարակ եղանք, գնացեք արա։ Իսկ մենք կզբաղվենք բլոտաբուժությամբ։ Ստեղ սեյֆերը որտեղ են։ Հենա։ Հիմա մենք իրան կանգնացնում ենք սեյֆի դիմաց, ու ինքը մեխանիկայի ենթագիտակցական մեթոդով կոդը հավաքում է։ Այսենց։ Մեխանիկական ենթագիտակցություն։ Հա։ Դու որտեղից ես լսել ես մեթոդի մասին։ Կինոյի մեջ եմ տեսել։ Մենա, դու մտածում ես ինչ կինոյում ցույց են տալիս, է ճիշտ է։ Դե ինձ գրած էր նկարահանված է իրական դեպքերի իման վրա։ Ոսկան բարի միջով անցեք ու դու ինչ ասում ես, կինոյի մեջ եմ տեսել։ Տեսար կինոն ճիշտ էր։ Ապուշիկը մեզ խապում էր։ Դու ձախ ես աչ։ Ժամանակ ունենայիք խեղտեիք ես, արա։ Պապ, ասում էր Հայաստանում քեզ բոլորը սիրում են։ Լավ է, փողերը տեղում է։ Դե իմ աչքերը 4 արա ու դրանց ման արի։ Այո, արի գնանք արագ ավտոյի մոտ։ Այս երկուսը քեզ ոչ մեկին չեն հիշացնում։ Ոնց։ Սրանք տղա են։ Ելքը որտեղ է։ Հենա։ Գնացինք։ Արա դե ես զգում եի էլի։ Բա սեդան ուր է։ Սեդան մեզ էլ պետք չի։ Փողը սրանց մոտ է։ Ինչ տարան արա փողերը նորա գալի, 4 թուղթ են բրդե, խոսա։ Ժամանակ չկա։ Այն չախացուտնոսներն ուր են։ Չգիտեմ։ Ուր քշեմ։ Պարս չի բանդ։
խափեցիք ինձ։ Բրավո։ Բայց եկյատ չի, որ ամեն ինչ լավ վերջանա։ Սա Հայաստանն է, ու փողը միշտ հայտնվում է ուժեղի մոտ։ Իսկ հիմա փախակ ստուց, քանի չեմ կանչել իրավապահ մարմիններին։ Իրավապահ մարմիններն արդեն այստեղ են։ Աղջի Լիլիթիկ։ Ոստիկանության կապիտան Լիլիթ Մանուկյան։ Վայ քորա։ Վայ քորա։ Վայ քորա։ Դուք մեղադրվում եք պաշտոնական դիրքի չարաշահման, սննդի նորմերի խախտման, բանտարկյալների անձնական իրերի յուրացման, ինչպես նաև նրանց կտանքների ենթարկելու մեջ։ Ես կարող եմ հետաքննության օգտակար լինել որպես վկա։ Իհարկե։ Բայց որպես մեղադրյալ։ Երկուսին էլ ձերբակալեք։ Կապիտան Մանուկյան, բանտից փախածներից Սեդային արդեն բռնել ենք, մնացին այս երկուսը։ Մենք ձերբակալված ենք։ Ինչի համար։ Մենք երկուքին ենք փնտրում։ Շարունակեք որոնումները։ Լսում եմ։ Շնորհակալություն, պարոն կապիտան։ Պարոն կապիտան։ Չէ, պարոն Լիլիթիկ։ Խնդրեմ։ Դուք էլ եք այս փողերի համար մտել։ Ոչ, ուղղակի բանտարկյալների բարեկամներից բազմաթիվ բողոքներ կային բանտի ներսում կատարվող անօրինությունների վերաբերյալ։ Եվ ինձ որպես գաղտնի գործակալ գործուղեցին այնտեղ, որ բացահայտեմ դրանք։ Այնպես որ իմ առաքելությունը համարում եմ եզրափակված։ Ախ, շատ լավն է։ Ոնց կարամ համար իմանամ իրա։ Գրի 102։ Եկեք շուտ գնանք, քանի չեն հիշե, որ ես էլ եմ ռոզիսկի մեջ։ Խնդրեմ, համեցեք։ Այս անգամ որոշեցի ռեստորանում հանդիպենք, որովհետև մեր վերջին հանդիպումները թե գրասենյակում, թե ձեր տանը վատ ավարտ են ունենում։ Ես ձեր ասած բոլոր փոփոխությունները արել եմ, կարող եք ստորագրել։ Դե ինչ, շնորհավորում եմ։ Ամուսնական ծանր կապանքները փշրվեցին, եւ դուք կարող եք ազատ թռչնի պես ճախրել դեպի նոր արկածներ։ Ինչ եք անում։ Հələ ինչ ես քեզ թանկացնում։ Յանի դուրը չի գալի, հա։ Վայ քուրը։ Արքես։ Կարը չկա։ Կարեն։ Պապ ուշացանք։ Դե եթե դու ես ուզում։ Խնդրեմ։ Ինչի չասեցիր ինձ։ Ինչի ասեի։ Որ որոշումները նորից դու ընդունեիր։ Չէ, ես ուղղակի ուզում էի ասեի։ Ինչ էի ուզում ասեիր։ Երազում էիր բաժանվեիր, շտորագրեցի։ Բայց մենք Էլ ինչ մենք։ Ըստ փաստաթղթերի էլ մենք չկա։ Կամ առանձին ես ու կաս առանձին դու։ Մնում այս ունեցվածքը կիսենք ու ցրվենք։ Չնայած դու ինձանից շատ ես փող աշխատել։ Դժվար ուզենասի մեծ կիսվես։ Չէ, եթե դու այդ կարծիքն ունես, ուրեմն մենք իսկապես ոչինչ չունենք խոսելու։ Ճիշտ է, չունենք։ Իսկ մեզ ոնց եք պատրաստվում կիսել։ Դե թե տենց է, ուրեմն ես պապայի մոտ կգնամ, կարճկանել մամայի։ Հետո եթե հոգնեք մեզանից փոխվեք տեղերով։ Չէ, եկեք սենց անենք, ով ավելի շատ է սիրում, թող իր հետ էլ ապրի։
Կարышկա, դու ես ավելի շատ սիրում։ Պապային թե մամային։ Երկուսին է։ Չէ, մեկին պետք է ընտրես։ Չեմ կարա։ Կարышկա տես չի լինում, կամ մամային, կամ պապային։ Ես է պետք է ընտրեմ։ Էսա ձեր ուզածը։ Կաջան, մի 10 րոպեից ես արդեն գնամ, էլի։ Նունենամ որ տնից գալու, ուզում եմ սյուրպրիզ անեմ։ Մի հատ սիրուն կոշիկ եմ առել։ Իսկ կաբլուկը ոնց է լավ բարձր, հա? Տակը տեղ կանես։ Էլի սկսեցի։ Բարև ձեզ։ Սարգիս, քանի որ դու ինձ ստել ես, այսօրվանից էլ չես զբաղեցնում գլխավոր հաշվապահի օգնականի պաշտոնը։ Սպասիր, Սարգիս, մինչև վերջ լսիր։ Դու չես զբաղեցնում հաշվապահի օգնականի պաշտոնը, քանի որ ես քեզ նշանակում եմ գլխավոր հաշվապահ։ Սարգիս։ Պաշտոնեն տվածս համարը ճիշտ է։ Սա ձեզ կարնեցոցյա։ Շնորհակալություն, Լիլիթի։ Կարենը ինձ ամեն ինչ պատմել է։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոս ծանթացեք։ Սոնա, Լիլիթ։ Հաճելի է։ Շուտվանից եք հանդիպում։ Դե, աղջիկ ժամանակվանից։ Ռոդ ընտանիքը լավ բան է։ Սուպս մե։ Վրաս գնացեք ինձ մի հատ ընտանիք չարեք։ Կնիկ երեխա, ամուսին։ Ուշադրություն, տիկնայք եւ պարոնայք։ Կարышկան պապայի համար անակնկալ է պատրաստել։ Ուշադրություն։ Ես ձեր նոր տնօրենն եմ։ Ու խորհուրդ կտամ ականջների տող անեք։ Որ այսօրվանից սկսած մենք դաշալու ենք։ Բաշեմ սենցապ, լրջացանք մեկա ոչ է պակասեցապ Համոյա խամը մի տեսակ բացեցապ Ասեք ջան, համը ջանս մտավ ցեցապ Քել խժանք, մարդկա դրանից լացեցապ Բնական, առանց որևիցե ցենզապ Տնական, պետականը չսազեցապ Հայկական, դաժե հերս որ մարսեցապ Լսարան, էտա սաղապացուցեցապ Մսաղած մեջով էլ չդզեցապ Լուսապած, օրգանիզմս չքնեցապ Կթվա բզբզում եմ, բայց բզեցապ Քեզ ես իմ կարևորը մեզ դզեցապ Կթվա մեծամիտ ենք, բայց հուզեցապ Ես մեկից չէ, դե որևիցեիցապ Հնդկական նվնվոցը Սերժոիցապ Ես ժարգոն է վրից և ահա
Asapet Asaha 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 Ոშմ սենցելի դուաս Ոշմ սենցելի դուաս Ոշմ սենցելի դուաս Ում դզեց իրա խաթր ու մեջե ինագույա սա Սենցելի դուաս